Այստեղ ուղղակի երկու բան էլի նկատառում անեմ ձեր ելույթի հետ կապված։ Ասում եք, որ ձեր ելույթի մեծ մասը նվիրված էր քաղաքական բռնաճնշումներին։ Պարոն Աբրահամյան, ձեզ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում, պարոն Դավիթ Ղազենյան, ձեզ եւս հայտարարվում է նախազգուշացում։ Այդպես Պատգամավոր Դավիթ Ղազենյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Պարոն Ղազենյան, որոշել եք բոլորը ստուգեք։ Չէ, ուզում եմ, պարոն Ղազենյան, չէ, դուք չեք կարող հասկանալ։ Հարգելի գործընկերներ, սա ձեր խմբակցության նիստը չի, ուրեմն ձեզ պահեք կարգ ու կանոնով։ Պարոն Ղազենյան, մի խոսեք այլևս տեղից։ Պատգամավոր Դավիթ Ղազենյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազենյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազենյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազենյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Ասում եմ դուրս է գալի հանգիստ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, շնորհակալություն անվտանգության աշխատակիցներին։ Յուրաքանչյուր խոսակցությունից հետո ով ուզում է խոսանու հիմնականում մեր օպոզիցիոն ֆրակցիաները սարքել են իրենց դուքյանը արդեն իսկական կներեք բառամթերքիս համար։ Ընդհանրապես ասում կոմենտ մի արեք։ Ամեն խոսքից հետո ամեն այս մարդիկ որոշել են իրանք պիտի մի հատ ելույթ ունենան, ամեն խոսքից հետո։ Չէ, ուժի ցուցադրում էր ինչ էր ԿՊՑ-ին կանչ։ Չէ, դե ես ինքս դուրս եկա, որպեսզի ես Չլինի այդ տեսարանը։ Ո՞վ էր ուղղված, ամբողջ ֆրակցիան դուրս եկա։ Նախագահողի։ Ամեն խոսքից հետո չկա ԱԺ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա նորմալ չէ։ Կներեք։ Ամբողջ ֆրակցիան լքում է։ Երբ կվերադառնաք, պարոն Աբրահամյան։ Երբ որ համաձայնություն ենք հայտնում այն որոշման հետ, որը որ կիրառվել է պարոն Դավիթ Ղազենյանի նկատմամբ, հիրավի պարոն Դավիթ Ղազենյանի մեկնաբանությունը տեղին էր, որովհետև ԱԺ փոխոսնակը պետք է նիստը վարի եւ նա այդտեղ վարման կարգով կարող է խոսել, այլ ոչ թե կոնկրետ խմբակցության անունից մեկնաբանի ամեն ելույթ, ընդհատի եւ կոչ ենք անում վերադառնալ բնականon աշխատանքային ընթացքին։ Հարգեն Ալեքսանյանի մասին է։ Ոչ միայն իրականում, ոչ միայն նկատել ենք, որ նաեւ մյուս փոխոսնակը եւս պարբերաբար նիստը վարելու փոխարեն մեկնաբանում է բովանդակությունը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր։ Այնինչ պետք է նա
ըստ վարման կարգի հետ կապված որոշակի մեկնաբանություններ անի։ Պարոն Վարդևանյան, Պարոն Վարդևանյան, խնդրեմ ասեք, պարոն Ղազինյանը ինչի վերաբերյալ մեկնաբանություն տվեց։ Պարոն Ղազինյանը պարզապես այդ պահին արձագանքեց Ալեքսանյան Վահագնի կողմից նիստը վարելու կարգից շեղվելուն եւ դա առաջացրեց նիստերի դահլիճից հեռացման կարգապահական պատասխանատվության միջոցին։ Հիշեցման կարգով նման կարգապահական պատասխանատվության միջոց օրինակ Չախոյան Տարոնի նկատմամբ չի կիրառվել։ Ավելին, նիստը վարողը մեկնաբանելու ելույթի հետ կապված շարունակություն ապահովելու որևէ լիազորություն չունի։ Իդեպ կարող եք նաև քարտուղարությանը հարցնել ազգային ժողովի, արդյոք նման լիազորություն կա թե ոչ։ Եվ հիշեցման կարգով էլ, երբ ընտրություններն էր Ռուբինյանի, Կոնջորյանի եւ Ալեքսանյանի, իրենք բոլորը պնդում էին, որ իրենք կարող են լինել անաչառ։ Ավելին պնդում էին, որ նիստը վարելու ընթացքում լինելու են անաչառ։ Հիմա դուք տեսել եք օրինակ մի ՔՊ-ի падգամավորի ելույթին հաջորդի Ալեքսանյանի, Կոնջորյանի կամ Ռուբինյանի մեկնաբանություն։ Չեք տեսել։ Չէ, ի աջակցություն միգուցե, բայց ի հակադրումն երբևէ տեսած չեք լինի։ Այս գործելավոճը անհասկանալի։ Վարդևանյան նիստերի։ Կվերադառնանք առաջիկայում, ամեն դեպքում ուղղակի ստեղ արձանագրենք մի բան, որ սա գիտեք քաղաքական կաշկանդվածություն է, կանխակալություն է կամ ինչ-որ մի անհասկանալի երևույթ է, բայց ոչ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք։ Ղազինյանը պարզապես իր դիրքորոշումը ներկայացրեց նման կառուցակարգ ելույթը մեկնաբանելու չունենալու վերաբերյալ։ Սա է ներկայացրել Ղազինյանը, որը իդեպ ես եւս հենց այդ բանին ասում եի։ Իսկ դուք չեք մասնակցի մյուս հանձնաժողովների նախագահների։ Հեսա առաջիկայում կվերադառնանք, կարծում եմ։ Հիմա մի հատ քննարկենք խմբակցությունը, ամեն դեպքում մեր գործընկերոջը ակնհայտ ապօրինի կերպով հեռացրեցին լիստերի Բայց կա է վերաքննիչ դատարան, որտեղ եք բողոքարկելու։ Իդեպ վերաքննիչ դատարան չկա, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը մեկ ընթացակարգ նախատեսում է, ուղղակի դեռևս ձևավորումը չկա ազգային ժողովի։ Էթիկայի ժամանակավոր ազգային ժողովի խորհուրդն է։ Ազգային ժողովի խորհուրդը։ Հա, բայց չի կարող թե տարածվել նախորդ դեպքերի վրա։ Այս բանը կներեք գործի Ինչ ունեք կարծում։ Չի գալիս, բայց գալիս է։ բայց պատմել ասում առաջին Պարոն Վարդևանյան։ Ես կարծում եմ, որ ֆրակցիայի ընկերները ուղղակի նշան աջակցության որոշեցին լքել ֆրակցիայի ազգային ժողովի նիստը։ Հիմա բացել հանձնաժողովի նախագահի քննարկումը տապալվեց, չեք մասնակցել այսքան։ Չեմ կարծում տապալվեց, իրենք թող Արեգ Օսեփյանի թեկնածությունը չէ՞ Վերջացավ։ Ձերը քննարկեցին համ ձեր նախագահները։ Սիրելի լրագրողներ, տեսեք խնդիրը ինչու՞ն է։ Արդեն 2 շաբաթ է ԱԺ կանոնակարգ օրենքին հակասող բաներ են անում։ Նախագահողները ամեն անգամ, եթե նկատել եք, անընդհատ այդ յուրաքանչյուր ինձ ընդդիմադիր պատգամավորից հետո իրենց շատ երկար առանց ժամանակի, առանց ոչ մի բանի իրենց անգամ ելույթ։ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ Աննա Գրիգորյանի անգամ ելույթի ժամանակ ընդհատեց փոխնախագահը ու սկսեց խոսել։ Ես չգիտեմ, չեմ կարծում վատ բան եմ արել, բայց մեր հայրենակիցներին ընդհանրապես ուզում եմ ասել, որ ով է լինել այս դահլիճում, հաստատ այդ ռեակցիան Ձեր հետ կապած ինչ տեղի ունեցավ, որ ձեզ ոնց որ ուժով փորձեցին դուրս հանել։ Մի հատ նկատողություն տվեց, ասի հաջորդը ինչ պետք է անես, երկրորդը տվեց, երրորդը Հա դուք տեղից արձագանք եթե դու չէի գալիս, արդեն հաջորդ օպերացիաներ տեղ ունենում, որ ինձ թույլ չտվեցի, որ ինձ հանեն դուրս, ընդհանրապես։
Չի կարող, բայց իրական այո, Շենքը կվերադառնա հավանաբար վաղը։ որոշենք, այս բանը չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ օրենքի խախտմամբ ընթացող նիստի չենք մասնակցում։ Պարոն Հազինյան, կներեք, քանի որ մենք դրսում էինք, պարոն Կարապետյանը Թումբարյան անունից դուք եք երթալի։ Ես անցնեմ, մեր գործընկերներ։ Աստղիկ։ Աստղ։ Դա փողոցի նոտա է, Չէ, ուղղակի մեր խմբակցությունը կարծում եմ այդպես հատուկ չեն քննարկել, բայց նշան աջակցության ինձ որպես ֆրակցիայի անդամ եւ նաեւ իրենց բողոքը արտահայտելով նախագահության կողմից իրենց վերապահված լիազորությունների չարաշահման հետ կապված որոշեցինք լքենք։ վաղը գալու է։ Չկա այս բանի որոշում, կասենք էլի։ Ու ստերոթին կմասնակցենք, բայց նիստին մասնակցելու որոշում այս բանը չունենք։ Իմ կարծիքով համոզված եմ լսում են կամ լսելու են քաղաքացիական պայմանագիրը պետք է լուրջ հետևություններ անի եւ իրենց պահի ըստ ԱԺԿ-ակարգ օրենքի։ Չի կարելի 100-150 ՊՊՑ-ի տղաներ, տեսեք այդ ներս գալ է։ Ես չեմ ուզում կոպիտ որակումներ տամ, բայց ամեն դեպքում տղամարդավարի չի։ Պարոն Ղազինյան, ներողություն, քանի որ մենք ներսում չենք եղել, դուք հստակ որևէ բառ արտահայտություն ինչ եք ասել, որի Հանրը ասել եմ, սա օրենքով, այն ինչ որ դուք իմ անում եք։ Բարի Գաուսյանից հետո այսօր իմիջիալոց երևի 5-րդ, 6-րդ, ընդհանրապես այս երկու շաբաթվա ընթացքում անընդհատ։ Ընդհանրապես հարց եմ տվել, սա ԱԺ կանոնակարգ օրենքով, ասում եմ լռեք։ Ասում եմ, չէ, հարց եմ տալի, պատասխանեք, ասում եմ լռեք։ Հիմա այդտեղ ինչ անես, լավ, ո՞րն է այդտեղ։ Այսինքն նստես անընդհատ լռես ու տեսնես, թե ամեն ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո իրանք ինչ են անում։ Այսինքն այնքան բարեկրթություններ մի բան չի, էլի։ Այնքան իրենք այսպես ասած սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ ընդհատեց պատգամավորին, ինքը սկսեց խոսալ։ Շո չի լինում դες։ Թող հետևություններ անեն ուղղակի։ Այս կոշտ հարցադրումները Արեգա Հովսեփյանին, կոշտ հարցադրումները պատահական են, թե ցանկալի չի տեխնացում։ Չեմ կարող ասել, ես մի առիթով ասել եմ, բացարձակապես չեմ խնդրում, ես համոզված եմ նաև իմ գործընկերները։ Դա սահմանադրական նորմա, դոնտի բանաձևով ուզում են ընտրեն, ուզում են չընտրեն։ Այնպես չի, որ մեր համար չընտրվելու դեպքում մեր աշխատանքի որակը կամ ինչ-որ այլ բան փոխվելու է։ Այլ տեխնացու բերելու եք։ Չի քննարկվել։ Կանեն իրենց որոշումը, մենք էլ մերը կանենք, հաշվի առնելով, որ մենք ինչ անգամ շշուկով խոսում ենք ամենայն դեպս այս շենքում իրանք իմանում են, մենք էլ քննարկում ենք ըստ անհրաժեշտ։ Շնորհակալություն։